Հարգելի գործընկերներ, ես ճիշտ ասած առաջին ընթերցման քննարկման ժամանակ ելույթ ունեցել եմ, կարծես թե պարոն Հարությունյանի հետ էլ որոշակի մի քիչ ունեցանք որոշակի խոսակցություններ, ես հիմա բովանդակության մասին ասեմ, ես դժգոհ չեմ, այն ինչ որ ընդդիմություն իշխանություն այդ ֆորմատը հասել է որոշակի արդյունքի, համարում եմ, որ չեմ ասում 100%-անոց քաղաքական այսպես գլոբալ, բայց ես ասել եմ փոքր եւ միջին ձևաչափով այն պայմանները, որ թույլ են տալի, որ մենք ունենանք, այդքանին հասել ենք, դա նորմալ է, բայց չարձանագրել դա չի կարելի։ Բնականաբար հեղափոխական այսպիսի մի համաձայնություն Հայաստանում որևէ հարցի շուրջը հնարավոր չի, բացի արտաքին թշնամու դեմ Ղարաբաղի հարցում, ցեղասպանության հարցում, տենց է մեր երկիրը, այս փուլում մենք այդպես ենք ապրում։ Դա նորմալ եմ համարում, ապրում ենք այնպես, ոնց որ կարողանում ենք։ Եվ իհարկե այն հարցը, որ ռեյտինգայինի մասով այն ինչ որ մեր գործընկերները նաև ասում են, մենք էլ ենք ասում, որ պրոբլեմ կա տեղ, այդ պրոբլեմը մեզ ուղեկցելու է, ըստ երևույթին դա 17 թվականի ընտրությունից հետո մենք կարող ենք գնահատական տանք, թե ինչ է լինելու։ Բայց ես ասում եմ, ես դժգոհ չեմ, հասել ենք այն համաձայնության, ինչին որ հասել ենք։ Վենետիկի հանձնաժողովում անցած ուրբաթ օրը մենք ձեզ հետ միասին ինքնաթիռով հետ ենք եկել Ստրասբուրգից, նաև ասեցինք մի քանի հարցադրումներ, պարոն Հարությունյան, այն մասով, որ այն փաստաթուղթը, որտեղ համարներն է դրված, ես այդպես էլ չհասկացա, շտամպը դրվելու է, թե չի դրվելու, կամ դրվելու է, ես 20 րոպեն հասկացա, որ 30 րոպե է դառնում եւ այլ, բայց այդ շտամպի խնդիրը չեմ համարում տեխնիկական, համարում եմ, որ հետագա իրավական հարցերի շուրջը որոշակի դերակատարություն անպայման ունենալու է։ Ինչ վերաբերում է այստեղ հնչող, հիմա ես անդրադառնամ, ուրեմն ընդդիմադիր գործիչներից մեկի ելույթին եւ հարցադրումներին, պետք է ասեմ, որ շատ ցավում եմ եւ համարում եմ, որ դա վայել չի քաղաքական գործիչներին, հատկապես կին քաղաքական գործիչների նկատմամբ որոշակի հարցադրումներ անել, սրացումներ անել, չգիտեմ ինչեր անել, չի սազում։ Դա այն որ ասում է ուդար նիժը պեյջերը, չի ասենք ինչ է նշանակում, որ եկել ենք ստեղ, ասինքն դուք ձեր վրա եք վերցնում, որ ասում ենք սեկտանտներ, աղանդավորականներ, եթե վերցնում եք ուրեմն, այո, դուք գտնում եք, որ դուք այդ սեկտանտների շարքին եք դասվում, հա? Պետք չի վերցնել մի խոսքը ոչ թե խոսքը գնում է այդ բնույթի գործունեություն ծավալելու մասին։ Եթե դուք գտնում եք, որ դուք տեղավորում եք դրա մեջ սեկտանտների, ուրեմն դա դուք եք ընդունում ձեր վրա։ Երկրորդը քաղաքական բանավեճի մակարդակ պետք է ունենալ։ Ես համարում եմ երկրորդը ստորություն, երբ որ գործընկերային լրագրողական հարաբերություններում ասենք ինչ որ մեկը մյուսին մի բան ասում եւ դա օգտագործել քաղաքական ամբիոնից խփելու համար, հստակ ասում եմ, դա հստակ ստորություն է։ Չի կա, լավ, նայր հանգիստ։ Դա համարում եմ ստորություն հստակ եւ համարում եմ, որ դա քաղաքական գործին քաղաքական Նայր հանգիստ, քաղաքական գործի ոչ, եւ իհարկե ցավալի ուրեմն հարվածներ քաղաքական մենք պատրաստ ենք, մենք քաղաքական գործիչներ ենք, ամեն ինչ չի որ պետք է իրար, բայց ես մի բան եմ հասկանում, ինչ որ մարդիկ ինչ որ բաներ շուրջը չարացած են անընդհատ։ Այս երկիրը չարացած ինչ որ հարաբերությունների հավաքած։ Լավ, ելնում է դեպքեր, որ մենք էլ կարող մի բան դուրները չի գալի, ինչ որ մի դիտողություն ենք անում, կարող է ինչ որ միտեղ ավելի շատ սուր ենք ասում, բայց կլինի տես չարացած, այսինքն պայքարը գնում է անդիմության շարքերում տեղ գրավելու համար, դա դուք չտե ասեք, դուս եկեք փողոց տեսեք ժողովուրդը ոնց է ընդունում։ Հա, դուրս եկեք փողոց տեսեք ժողովուրդը ոնց է ընդունում, հասկացեք մոտեցումները ոնց է։ Էլեմենտար, ստեղ այս քանի օր ասում են 10 անցորդների, 10 ճամփորդների մասին եւ այլն։ Դուրս եկեք միասին գնանք, եկեք Նիկոլ Փաշինյան դու էլ ես էլ դուրս գան գնանք մի հատ գյուղեր, համայնքներ, փողոցներ հասկանանք, թե վերաբերմունքը ոնց է։ Հստակ եմ ասում, բայց վայել չի քաղաքական գործին, եթե դուք որոշակի կալիբրի քաղաքական գործիչ եք ձեզ համարում, սենց որ ասում եմ բանից գոտկատեղից ներքև, ես կասեմ պլինդուզից ներքև հարվածներ հասցնել եւ ինչա դուք ուզում եք որ մենք ինչա պրովոկացիա է, ինչ որ բանից դուրս գանք, սկսենք ինչ որ բաներ ասել, որ մեկը մեկին պատասխան տվեց, ոչ իհարկե։ Ես այն գործիչներից մեկն եմ, որ միշտ դեմ եմ եղել անձնական վիրավորանքներ հասցնելուն։ Հակառակ ուզում եք անկեղծ ասեմ, եղել է որ շատ ընդդիմադիր սրված փուլերում կարող է ինձ ասել են, որ շատ ավելի ասել են ոչ, անձնական վիրավորանքներ պետք չի ասնել մարդկանց։ Հա? Բայց կյանքն է այնքան ամեն ինչ իր տեղը դնում եւ պետք չի որակներից զրկվել, այնպեսի կամ մի ուզում եք ես ավելի հեռու գնացող բան ասեմ։ Ես միշտ ԶԼՄ-ներին ասել եմ, այնտեղ
որտեղ որ շոու կա, այնտեղ որտեղ որ ինչ որ ոչ խորը հիմնավորված մասնագիտական բաներ կա, մեր ԶԼՄ-ները հետ են ցույց տալի մենակ։ Գնացեք երեկոյան նայեք, թե ինչ են ցույց տալի մեր հեռուստատեսությունները։ Այնտեղ որտեղ կա հայհոյանք, որտեղ կա գոռոցներ, որտեղ կա ճղճղոցներ, այդ են, էս էլ է, չէ՞ մաս կազմում, այս պետության ատրիբուտիկ բաներից մեկի մաս է կազմում։ Դրա համար պետք է շատ հանգիստ վերաբերվել ես ամեն ինչին, քաղաքական բանավեճը ուրիշ բան է։ Կարող ես դու աշխատանքային բանավեճ ունենաս քաղաքական, բայց մարդկային առումով չարացած լինելը եւ թույն թափելը դա շատ վատ բան է։ Շատ վատ բան է։ Դրա համար ես բանը հոգուս մեջ իհարկե հանգստություն կա, տենց ինչ-որ բաներով չեմ անում, որովհետև մենք միասին աշխատում ենք այստեղ օրերով, ամիսներով, ժամերով, արդեն 4 տարի է, որ արդեն մենք միասին падգամավոր ենք աշխատում ենք, չեմ ուզում ես հերթական ստանդարտ բաներ ասեմ, դա հանդուրժողականության կոչ եմ անում, չգիտեմ ինչ եմ անում, ոչ, կյանքը նենց է, որ մենք պետք է կարողանանք համարժեք ճիշտ սկզբունքային մոտեցումներ ցուցաբերենք շատ հարցերի շուրջը, եւ այսքանը բավարար եմ հավանում, պարոն Հարությունյան, գտնում եմ, որ նորից եմ ուզում վերահաստատեմ այս համաձայնության շարունակ, եթե Լևոն Զուրաբյանը ստեղ նստած է, ինքը ակտիվ է, որ այդ բանակցությունների ժամանակ ես տեսել եմ, որ Լևոն Զուրաբյանը ամենաակտիվն է եղել։ Բարգավաճ Հայաստանն էլ է իր առաջարկները տարել, բայց Լևոն Զուրաբյան քաղաքական գործիչը եղել է ակտիվ, ավելի շատ այդ բանակցությունների բանի մեջ մտել, չգիտեմ, այո, ես գնահատում եմ, այս բրցում չեմ կպնում Լևոն Զուրաբյանի հետ, ասեմ, մենք չէ, այդ ձողը, այդ դրոշը ես պիտի վերցնեմ, գնամ, ասեմ, ընտրական օրենսգրքի, ոչ, լավ անում, թող անի։ Ո մրցույթը իր այդ մրցույթի մեջ չեմ մտնում։ Ով որ կարողանում է լավ իշահ պետության գործանի, թող անի, մենք էլ մեր մասով ենք անում, ես մրցույթ չի։ Ոչ մեկ ոչ ուզում է Պրեմիեր լիգայում ցույց տա, որ խաղում է, ոչ էլ չգիտեմ որտեղ։ Այնպես որ անդրադառնալով այս երկրորդ ընթերցմանը պետք է ասեմ, որ իհարկե նորից վերահաստատեմ, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ ինչքան ուզում ես լավ ընտրական օրենսգիր գրի, ինչքան ուզում ես լավ հարկային օրենսգիր գրի, եթե հասարակությունը չկա կոնսենսուս, իշխանությունն էլ ոչ թե հայտարարի կամքի մասին, այլ այդ կամքը իրացնելու պայման լինի, նորից եմ կրկնում, պայման, կամքի մասին կարած հայտարարես, ես էլ եմ կրկնում, հոպի մասին, հակաօդային պաշտպանության համաձայնագրի մասին մի բան ասեցի, Վարամ Մկրտչյանն էլ իմ գործընկերը ասեցի, ես կասկած չունեմ գլխավոր գերագույն հրամանատարի եւ բանակի հրամկազմին չվստահելու։ Այսինքն ինչ արժեք, պետության ղեկավարն է, երկրի անվտանգության պաշտպանության արժույթ կասկածի տակ դնեմ, թե ինչ էսա։ Իհարկե չունեմ կասկած, բայց այս տիպի հարցերում ես ուղղակի sense չեմ ուզում դա հռետորաբանական հարց լինի։ Այսօր միգուցե քաղաքական իշխանությունը պատրաստ է այնքան զիջման, ինչքան որ ինքը իր տեսակետից տեսնում է, որ ցնցումներ Հայաստանում կարողա չլինեն։ Ինքը ցնցումները պատկերացնում է, որ ինքը մնալու է իշխանության։ Դա ցանկացած իշխանություն է տենց մտածում։ Բայց երբ որ մենք մի անգամ փորձենք իշխանությունը ոչ հեղափոխական ճանապարհով, ընտրությունների միջոցով իսկապես փոխվի, այն ժամանակ կհասկանանք, որ Հայաստանում իսկապես դեմոկրատիա կա։ Այսքանը։ Շնորհակալություն։ Փաստորեն գոռալը շոուները դրանք ԶԼՄ-ներով ցույց տալու համար նախապայման են հանդիսանում, այսինքն հորդորները հանգիստ խոսելու համար անիմաստ են բացարձակապես։ Հարգելի գործընկերն այնուամենայնիվ կարծում եմ, որ արժի վերադառնալ այս դահլիճի ճիշտ մթնոլորտին, այս դահլիճը ոչ ռազմորկանների, ոչ էլ շոուների տեղ չի եւ այս ամբիոնն էլ իր բարձր առաքելությունն ունի։ Այնուամենայնիվ ավարտվեց մտքերի փոխանակությունը։ Պարոն Հարությունյան, համեցեք ձեր եզրափակիչ ելույթի համար։ Հարգելի խորհրդարան, իհարկե